Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մեր հերթական հաղորդումն է, ընդ որում այս հաղորդումը ես ցանկանում եմ նվիրել այն չար չրկված արդեն իսկ հռչակագրին, որը հրապարակվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդի կողմից, կետերով կանդրադառնանք, եւ ես կարծում եմ, որ այս հաղորդման ընթացքում ես կբացահայտեմ նոր հռչակագրի ընդհանուր տեսք, որը իհարկե բազմաթիվ խմորումների միջով կանցնի, այդ խմորումներից հետո կդառնա վերջնական փաստաթուղթ եւ մոտ ժամանակներս մենք հանդես կգանք վերկուսակցական նախաձեռնությամբ, որը չի լինի միայն Հայաստանի շնորհապետական կուսակցության ծնունդը, այսպես կարելի է ասել, կամ հեղինակային իրավունքը, այլ կլինի ընդհանուր հայ ժողովրդի իղձերի եւ ցանկությունների ակնկալիքների համատեքստու մի փաստաթուղթ, որը կամբողջացնի եւ կհամախմբի դաշտում գործող շատ ու շատ այլ դերակատարների, այլ անհատների, ոչ միայն քաղաքական ուժերի եւ քաղաքական կուսակցությունների, այլ նաեւ գուցե հասարակական կազմակերպությունների, անհատների, գիտնականների եւ մշակույթի գործիչների։ Հարգելիներս, միջև ընդհանուր հաղորդման անցնել ես կխնդրեմ, որ դուք բաժանորդագրվեք Գուրգեն Սիմոնյան YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք տեսանյութերը։ Նաեւ կխնդրեմ, որպեսզի օժանդակեք մեր գործունեությանը, դուք ձեր էկրաններին կտեսնեք Հայաստանի շնորհապետական կուսակցության հաշվեհամարի QR կոդը, որով կարող են նվիրատվություններ իրականացնել բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, դրամով ընդ որում, եւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող մեր արտերկրյա հայրենակիցների համար երկրորդ QR կոդն ենք տրամադրում, The Armenian Nexus կայքի, որին օժանդակելով դուք կօժանդակեք մեր գործունեությունը եւ լրատվական եւ այս ալիքին օժանդակությունը եւ այլն։ Շնորհակալ եմ բոլոր այն անձանց, ովքեր մեր կողքն են եւ շարունակաբար մեզ օժանդակում են, իմացեք մեր ուժը բացառապես հիմնված է ժողովրդական աջակցության վրա, քաղաքացիական աջակցության վրա եւ մենք այն ալտերնատիվ քաղաքական ուժերից մեկն ենք, որը ասում է, եթե քաղաքացիական հանրությունը կամ հավաքական հայ ժողովուրդը իբրև կերպար ցանկանում է բեկումնային փոփոխություններ բերել Հայաստանի Հանրապետությունում, ապա պետք է սեփական նախաձեռնությամբ աջակցի եւ կանգնի կողքը ալտերնատիվ ուժերի, որոնք ահռելի քանակությամբ կապիտալ չեն տնօրինում։ Եկեք հիմա կետերով անդրադառնանք, տեսեք, քաղաքացիական պայմանագիրը ընդ որում այդ հռչակագրով իրենց 7-րդ համագումարի ժամանակ հրապարակած հայցում են քաղաքացիական հանրության աջակցությունը եւ խնդրում են ձեր ձայները, սիրելիներ, ընդ որում ինչի համար, մենք կտեսնենք ինչի համար։ Այստեղ պրեամբուլա կոչեցյալը կա, ներածական այսպես ասած, որտեղ գրված է. քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ապավինելով Հայաստանի Հանրապետության ժողովրդին, առաջնորդելով Հայաստանի Հանրապետության պետական շահերով, ինքնիշխանության ամրապնդման Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մղումը, այսինքն այստեղ ազգային շահերի մասին, պետական շահերի մասին է խոսքը գնում, բայց արդյոք դա այդպես է, հնդածս մենք կտեսնենք։ Վերլուծելով Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունը, արդեն կեղծ կատեգորիային շրջանառում, երրորդ հանրապետություն կոչեցյալը, որը լիպարիտանական, Լևոն Տեր-Պետրոսյանական ժամանակներից սնված եւ քաղաքական օրակարգ նետված մի արժե համակարգ է։ Հավատալով եւ հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության հարատեվությանը ծառայելու իր պատմական առաքելությանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղությունը, այսինքն առանց խաղաղության պայմանագրի մարդիկ արդեն ողջունում են այդ խաղաղությունը, ապահովելու համար Հայաստանի Հանրապետության նրա քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը, ամրապնդելու համար ժողովրդի իշխանությունը, հենվելով իրական Հայաստանի գաղափարախոսության վրա, իրական Հայաստան կոնցեպտը առհասարակ խեղկատակություն է, որովհետև եթե մենք կանչ ենք տալիս ակադեմիական գիտությանը, ընդ որում նեյրոֆիզիոլոգիային եւ ուղեղի աշխատանքի բոլոր նրբություններին, այսպիսի մի մասնագիտություն կա, նեյրոհոգեբանություն, որի կարկառուն ներկայացուցիչներից մեկը Տատյանա Չեռնիգովսկայան է։ Եվ այդ կինը, լինելով ակադեմիկոս, լինելով բազմաթիվ հետազոտություններ իրականացրած գիտնական, ասում է, որ ուղեղի համար իրականության ընկալումը բավականին տարբեր է։ Երազները անգամ մարդիկ իրականության տեղ են ընդունում, որտեղ ուղեղի բիոքիմիան է այդպես աշխատում։ Յուրաքանչյուր անհատ իրականության գիտակցման իր պրիզման ունի, իր տեսակետը։ Հետևաբար, եթե մարդիկ այստեղ ներկայացնում են իրական Հայաստանի գաղափարախոսություն, օրինաչափ հարց է առաջանում, ում
ուղեղում ծնված իրական Հայաստանի մասին է խոսքը գնում Նիկոլ Փաշինյանի, անկեղծ ասած, ես հետևելով նրա քաղաքական գործընթացներին եւ նրա քաղաքական թիմի իրականացրած քաղաքականությանը, որպես հայ մարդ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ ցանկանում նրա ուղեղում ծնված իրական Հայաստանում ապրել, որովհետեւ իմ բնութագրմամբ նրա իրական Հայաստանը կքած Հայաստանն է, թույլ Հայաստանն է, համակերպված Հայաստանն է, Հայաստան, որը ջախջախված է, որի ռազմաքաղաքական ղեկավարությունը զորաշարժվում է այլընտրանքային մտածելակերպի եւ առհասարակ հայրենասիրական մոտեցումների ուղղությամբ, համարելով այդ հայրենասիրությունը խորհրդային միության ագիտացիոն քաղաքականության ծնունդ։ Ես նման Հայաստանում չեմ ցանկանում ապրել։ Ես իմ ընտանիքի անդամների, իմ ընկերների, իմ ժառանգների համար երազում եմ այլ Հայաստան, այլ մոտեցումներով, որը որ մեջ կշտկած կլինի, ուժեղ կլինի, հավասարակշռված խաղաղության Հայաստան կլինի։ Անցնենք արդեն պրեամբուլայից այդ ներածականից հետո առանձնացրել են 7-9 կետ, ես բոլորին չեմ անդրադառնա, այստեղ ամենախնդրահարույցները կքննարկենք, որից հետո կանդրադառնանք մեր այլընտրանքային փաստաթղթին։ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններում Հայաստանի Հանրապետության կառավարման իր մանդատը եւս 5 տարով երկարաձգելու հայցով դիմելու է ժողովրդին։ Սիրելի ժողովուրդ, սա նշանակում է, որ եթե 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը եւ նրա գլխավորած քաղաքական ուժը, եթե ձեր կողմից ձայն ստացավ եւ վերընտրվեց, ապա հետագայում ծավալվող բոլոր իրադարձությունների միակ մեղավորը եւ պատասխանատուն դառնալու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որովհետեւ նրանք իրենց խաղաքարտերը բաց են ձեզ հետ արդեն բաց են ձեզ հետ խաղում։ Եվ Աստված մի արարծե, եթե հայ ժողովուրդը հատուկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը չընտրելու համար համախմբվեց 3 նախագահների քաղաքական ուժերի կամ նախկինները ներկայացնող քաղաքական ուժերի որևէ մի ֆորմացիայի շուրջ, այդ դեպքում դուք այդ երկդեմ Յանուսի մյուս դեմքն եք ընտրելու, որը Հայաստանի Հանրապետության աղետալի իրադարձությունները այլ ճանապարհով կտանի, այլ պետությունների հետ աֆիլիացվելով։ Պետք է կողմնորոշվել եւ համախմբվել այլընտրանքային ուժերի շուրջ, որոնք ոչ ներկաներից են, ոչ նախկիններից են, այլ նոր ձևավորված ազգային հիմքի վրա ուժ, որը ապավինում է համաժողովրդական աջակցությանը եւ օժանդակությանը։ Երկրորդ կետով այդ պարոնները ընդգծել են հետեւյալը. ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու են համաժողովրդական հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության ընդունման գործընթաց։ Բամբասանքներ են պտտվում, որ այդ սահմանադրության մշակման աշխատանքները արդեն իսկ ընթանում են։ Եւ Աստված մի արարած է, եթե նրանց հայտարարած այդ 4-րդ հանրապետության սահմանադրությունը նրանք կարողացան առաջ մղել, այսպես ասած, որտեվ այդ նոր սահմանադրությունը որևէ աղերս չի ունենալու անկախության հռչակագրին 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված, որը նաև ակնարկ ունի Լեռնային Ղարաբաղի մասով եւ որը նաև պատմական հիմք ունի վերակերտելու նոր հանրապետություն, նկատի ունենալով այն հանգամանքը, որ կայսրությունը, Չարիքի կայսրությունը ավարտեց իր գոյությունը։ Հենվելու է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքի եւ այդ տարածքը ներառող սահմանների թե ներսից թե դրսից անձեռնամխելիության հայեցակարգի վրա։ Ընդ որում միջազգայինորեն ճանաչված հիպոթեզը քաղաքական կեղծիք է, որովհետև վերոնշյալ սահմանագոտին դա վարչատարածքային միավորի սահմանագոտի է, վարչատարածքային միավորի, այսինքն ՀԽՍՀ-ի, եթե աշխարհը այլևս ճանաչում է, որ խորհրդային միությունը գոյություն չունի, ապա այդ բազմազգ խճանկարի վերանկախացած հատվածների միջև սահմանային վեճերը դեռևս հանգուցալուծված չեն, խաբում են ձեզ, ինչպես վերջին խաբեբաներ։ Այժմ սիրելիներ, ես մեր կողմից առաջ քաշված որոշակի կետեր եմ ուզում ձեզ ներկայացնել, որը կարող եք անվանել հռչակագիր, որը կարող եք անվանել որպես զրոյական նիշի վրա գտնվող հում փաստաթուղթ, որը քննարկումների կարիք կունենա, բայց ես բացատրեմ այն կետերը, որը որ ես նշում եմ։
Հայաստանը ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական, սոցիալական հանրապետություն է։ Սա սահմանադրությունից մեջբերում է խմբագրված կարգավիճակով, որպեսզի մենք ֆիքսենք ինչպիսի պետության մասին ենք խոսում։ Ընդ որում այս փաստաթղթի մեջ, որը որպես այլընտրանքային փաստաթուղթ ներկայացված է, ամենևին էլ Հայաստանի Հանրապետությունը չի տարանջատում թվերով, որտեղ թվերով տարանջատումը պատմական, քաղաքական, իրավական, բացարձակ մեծ չափաբաժնով սխալմունք պարունակող երևույթ է, որտեղ այն հանրապետությունը, որը որ անվանում էին երկրորդ հանրապետություն, ամենևին էլ չէր համարվում ինքնիշխան պետություն, որտեղ այդ հանրապետությունը վարչատարածքային միավոր էր հսկայի խորհրդային միության։ Այն հանրապետությունը, որը անվանեցին երրորդ հանրապետություն, իրավաքաղաքական որևէ հիմք չունի, անգամ հռչակագրով ֆիքսված չի այդ եզրը։ Դա կեղծ օրակարգ է, որ Հայաստանի Հանրապետությունը հղում չկատարի Հայաստանի Հանրապետության առաջին հանրապետության վրա, որը որ ստիպված ենք թվով ասել, որ մարդիկ հասկանան, որ հանրապետության մասին է խոսքը գնում։ Այդ Հայաստանի Հանրապետության շարժընթացը հիմա ես կներկայացնեմ ինչպես է տեղի ունեցել։ Հայաստանի Հանրապետության, այսուհետ Հայաստան, ինքնիշխանությունը անքննարկելի, անբեկանելի եւ անուրանալի գերակա արժեք է։ Դժվար թե գտնվի մեկ հայ մարդ, որը անկախական գործընթացների ջատագով է եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան պաշտպանն է, այս նախադասության հետ որևէ խնդիր ունենա։ Սա միջ քաղաքական փաստաթուղթ կարող է դառնալ, այսինքն բազմաթիվ կուսակցություններ կարող են սրան միանալ, յուրաքանչյուրը հետապնդելով իր քաղաքական նպատակներն ու հեռանկարներն ու ռազմավարությունները։ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից պետության դավաճանություն է։ Մենք չենք նշել այստեղ, որ սա հանցագործություն է։ Անհատի կողմից կամ կազմակերպության կողմից ժողովրդի իշխանության յուրացումը պետական դավաճանություն է։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս կետին, որ վերջում արդեն մենք հիմնավորելու ենք, թե ինչ ի նկատի ունենք։ Հայաստանի ինքնիշխանությունը հռչակվել է 1918 թվականի մայիսի 28-ին, որպես հայ ժողովրդի հավաքական կամքի առհավատչա եւ ինքնիշխանության համար մղած պայքարում հաղթանակի մարմնացում։ Յուրաքանչյուր պետություն, ինքնիշխանություն ձևավորվում է առաջին հերթին առանձնահատուկ քաղաքակրթական էպիկական մտածելակերպ ունեցող հանրույթի կողմից ձևավորած կամքով։ Ամբողջ աշխարհում արդարությունը տարընթերցումների տեղ է ունենում, որտեղ կապված քաղաքակրթական առանձնահատկություններից տարբեր քաղաքակրթական հիմք ունեցող հանրույթներ արդարությունը ընկալում է սեփական էպիկական միֆամտածողության եւ արքետիպերով պայմանավորված։ Կարճ ասած եւ պարզ ասած, հայ ժողովրդի արդարությունը աղերս չունի թուրքերի արդարության եւ ռուսների արդարության հետ։ Նրանց արդարության պրիզման տեսակետը լիակատարորեն եւ անբեկանելիորեն ոտնահարում է հայ ժողովրդի արդարության բոլոր սկզբունքներն ու հիմքերը։ Դա է պատճառը, որ բազմաթիվ տարիներ, սկսած 1045 թվականի անիի անկումից հետո մինչև 1918 թվականի Հայաստանի Հանրապետության հռչակումը հայ ժողովուրդը հասկացավ, որ առանց սեփական պետական համակարգի, սեփական քաղաքական համակարգերի եւ պետության իր արդարությունը ոտնահարված է լինելու, սա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Հետևաբար Սարդարապատում տարած հաղթանակներով եւ այնուհետեւ Գարեգին Նժդեհի կողմից Զանգեզուրում 11-րդ Կարմիր բանակի նկատմամբ տարած հաղթանակով հայ ժողովուրդը կարողացավ վաստակել իր անկախ լինելու իրավունքը, եւ դա տեղի ունեցավ 1918 թվականի մայիսի 28-ին։ Հայաստանի վերանկախացման գործընթացի մեկնարկը տրվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի անկախության մասին հռչակագրով, այսուհետ հռչակագիր, որով վերջ է դրվել 1920 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 1990 թվականի օգոստոսի 22-ը տևած Հայաստանի Հանրապետության բռնազավթմանը։ Որևէ մեկը, որը ելնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության սկզբունքներով եւ ինքնիշխան պետության կայացման սկզբունքներով, չի կարող խորհրդային տարիները համարել ոչ այլ ինչ, քան բռնազավթված իրողություններ։ Անկախ նրանից, թե խորհրդային տարիներին ինչպիսի մշակութային, ճարտարապետական, գուցե տնտեսական եւ այլ հանգամանքներով աճ ենք ունեցել, զուտ այդ պետության վարչատարածքային միավորը դառնալով, ամբարելով մեզ վրա եւ կրելով մեզ վրա այն պատմական եւ տարածքային անարդարությունները, որը կրեցինք մեր
պետությունը մասնատված եւ աղճատված ծվեն եղած այդ 29000 քառակուսի կիլոմետրի համատեքստում, որ այսօր քաղաքացիական պայմանագիրը իր հռչակագրերում է ֆիքսում։ Վերանկախացման գործընթացը հաստատվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքներով եւ միջազգայինորեն ճանաչվել է 1992 թվականի մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության Միավորված ազգերի կազմակերպության անդամակցումով։ Միով բանիվ թվերով Հայաստանի Հանրապետություններ չկան, հարգելիներս, դա պատմական, իրավաքաղաքական զեղծարարություն եւ աճպարարություն է տարբեր ժամանակների իշխանությունների կողմից, որպեսզի իրենց իշխանության անպատասխանատու եւ ապազգային քաղաքականությունը կարողանան հիմնավորել։ Դրա մասին տարբեր առիթներով ավելի խորը եւ մանրազնին ուսումնասիրություն կներկայացնեմ ձեզ։ Ես հիշում եմ, որ խոստացել եմ Ալմատայի փաստաթղթի վերաբերյալ հարացույցը ընթացքը ժամանակագրությունը ներկայացնել եւ այդ հաղորդումը շուտով նաեւ կնկարահանենք եւ ձեր դատին կներկայացնենք։ Հայաստանի սահմանադրաիրավական կարգի հիմքը հանդիսանում է հռչակագիրը։ Հռչակագիրը վերսահմանադրական հիմնարար փաստաթուղթ է, որից ելնում է եւ որի վրա հիմնվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, այսուհետ սահմանադրություն։ Խոսքը գնում է 1990 թվականի օգոստոսի 23-ի վերաբերյալ է խոսքը գնում։ Այսինքն բոլոր տեսակի սահմանադրությունները պետք է անբեկանելիորեն հիմնվեին եւ հենվեին այդ փաստաթղթի վրա։ Բայց ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ այն, որ 1995 թվականի հուլիսի 5-ին այնուհետև 2005 թվականի նոյեմբերի 27-ի եւ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հաստատված սահմանադրությունները հակասում են հռչակագրի դրույթներին։ Ենթակային խորազնին քննության եւ այս կետը մենք այստեղ ներառել ենք իրավաքաղաքական գնահատականի եւ փոխարինման հռչակագրից բխող նոր սահմանադրությամբ։ Այսինքն այստեղ նմանություն կարող եք դուք տեսնել։ Ասես ԿՊՆ-ն է ցանկանում սահմանադրական բարեփոխում իրականացնել եւ այս փաստաթղթով էլ է դա շեշտում, որովհետեւ գաղտնիք չեն բացահայտի, որ եռաթև իշխանության 3 թևերը, գործադիր դատական եւ օրենսդիր իշխանությունները, ապա հավասարակշռված իրավիճակում են ներկայիս սահմանադրություններով։ Իմ անձնական կարծիքն է, որ 1995 թվականից ի վեր սահմանադրական հեղաշրջում է տեղի ունեցել Հայաստանում, բայց դա իմ մասնավոր կարծիքն է։ Մենք ապագայում քաղաքական գործիչների, գործընթացների եւ ինստիտուտների լյուստրացիայի համատեքստում այլ անձանց ներգրավելով քաղաքական գնահատականը կտանք։ Իմ մասնավոր կարծիքը դեռևս պահեմ ինձ։ Նոր սահմանադրության մշակման, հաստատման, հանրային քննարկման, այնուհետև հանրաքվեի ներկայացման բարոյական եւ լեգիտիմ պարտականություն ունի միայն օրինական, ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններում ընտրված քաղաքական ուժը, ընտրվելուց առավելագույնը 1 տարվա ընթացքում։ Ինչու ընտրվելուց առավելագույնը 1 տարվա ընթացքում, որովհետեւ ընտրվելու պահին այդ ուժը, եթե ազատ եւ թափանցիկ ընտրություններ են տեղի ունեցել, սա շեշտ է, համարվում է եւ օրինական, եւ լեգիտիմ։ Այսինքն համարվում է եւ օրինական ճանապարհով եկած իշխանություն, նաեւ համաժողովրդական համազգային բարձր վստահության քվե վայելող ուժ, որը նրան օժտում է այդ իրավունքով 1 տարվա ընթացքում, մի տարի հետո կարող է այնպիսի իրավիճակ ձևավորվել, որ այդ ուժը շարունակի մնալ օրինական իշխանություն, բայց համաժողովրդական վստահության քվե չունենա, լեգիտիմ չլինի, այնպիսին, ինչպիսին որ ներկայիս Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է։ Բայց այստեղ օրինաչափ հարց է առաջանում. Բա որ Աստված մի արարցե 2026 թվականին անցնեն այն ուժերը, որոնք որ ցանկալի չեն ժողովրդի ազգային շահերով պայմանավորված, ապա ինչ նրանք իրավունք ունեն։ Իհարկե ոչ, որովհետև հաջորդ կետը սահմանում է հետևյալը. պատերազմի հետևանքով պարտություն կրած Հայաստանի փաստացի իշխանությունները եւ նրանց նախորդած բոլոր իշխանությունները իրավունք չունեն հանդես գալու սահմանադրական բարեփոխումների առաջարկով եւ նախաձեռնությամբ։ Այստեղ վերջակետ։ Եվ մենք բոլորս հասկանում ենք, որ նոր սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությամբ պետք է հանդես գան նոր այլընտրանքային ազգային ուժերը։ Ոչ ոք այլ ուժեր, որոնք որ ներկայացում են նախկին իշխանությունների 3 նախագահների, ներկայիս վարչապետի եւ նրանց սատարող արբանյակ քաղաքական ուժերը եւ անհատները այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք չունեն։ Նրանց քաղաքական գնահատականը դեռ առջևում է։
Հայաստանի ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության, անձեռնամխելիության եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության գլխավոր երաշխավորը Հայաստանի զինված ուժերն են, որում գերակայող ուժային կառույցը հայոց բանակն է։ Ի հակադրություն այն կեղծ հիպոթեզին, որ կադաստրի վկայական լինի, ամեն ինչ բավարար կլինի։ Շատերդ նկատած կլինեք Դոնալդ Թրամփի ելույթը ՄԱԿ-ում։ Քարը քարին չթողեց։ Տեսակ ինչ տեղի ունեցավ։ ՄԱԿ-ի շուրջ խմորումներ են ծավալվում։ ՄԱԿ-ը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված կոնսենսուսային աշխարհակարգի հիմքն է։ Եթե ՄԱԿ-ի շուրջ խմորումներ են ծավալում, ապա որ աշխարհակարգով ես դու քո կադաստրի թուղթը ստանում եղբայր։ Ով է հաստատում, ով է երաշխավորը։ Չկա նման բան։ Ձեզ մոլորեցնում են։ Միակ երաշխավորը Հայաստանի Հանրապետության զինված ուժերն է եւ իբրև զինված ուժերի գերակա ինստիտուտ հայոց բանակը։ Դեռ զինված ուժերը բազմանշանակ հասկացություն է։ Սխալ եւ թյուրըմբռնման հետևանք է, որ զինված ուժերը հավասարության նշանով համարվում է միայն բանակը։ Զինված ուժերի մեջ մտնում է նաեւ ներքին գործերի նախարարությունը, հատուկ ծառայությունները, մոբիլիզացիոն զորահավաքային պահեստազորային ներուժը, զինակիր քաղաքացիները, պահակապարեկային ծառայություն իրականացնողները, որսորդ միությունները եւ այլն եւ այլն։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պայմանավորվում է ազգային շահերով, հիմնվելով բարիդրացիական, համահավասարության եւ ազգերի միջև փոխադարձ հարգանքի վրա։ Տերում եք ինչ ունիվերսալ կետեր ենք ներգրավել, որ տարբեր ճաշակի, տարբեր նախապատվությունների եւ նախասիրությունների քաղաքական ուժեր չեն կարող սա ուղակի կասկածի տակ դնել, որտեղ բոլորն էլ հասկանում են։ Միացյալ Նահանգների հետ ես ցանկանում բարեկամություն անել եւ ռազմաքաղաքական դաշինք ստեղծել, Ֆրանսիայի հետ ես ցանկանում, թե այլ պետությունների հետ, դու դա պետք է անես բացառապես Հայաստանի Հանրապետության ազգային շահերով պայմանավորված, այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի բնության մեջ։ Հայաստանի համար միջազգային հարաբերություններում գերակայող ուղղություններն են։ Մի քանի կետերով գերակայող ուղղություններ եմ նշել, որ առաջարկեմ մեր հարգարժան տիկնանց եւ պարոններին, որոնց որ կառաջարկեմ, մոտ ժամանակներս դրա մասին տեղեկատվություն ձեզ կտրամադրեմ։ Առաջին՝ կայուն, հավասարակշռված եւ արժանապատիվ խաղաղության նվաճում։ Խոսքը չի գնում պարտվողական քաղաքականության մասին, խոսքը չի գնում հակառակորդ պետության կմահաճույքները բավարարելու մասին, խոսքը գնում է հավասարաչափ բարոյական բոլոր հիմքերը, ազգերի իրավունքները հաշվի առած խաղաղության մասին։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, սա երկրորդ կետն է, որտեղ եթե դու հանցագործությունը չես ճանաչում եւ չես դատապարտում, դու դուռ ես բացում այլ հանցագործությունների, որը մենք տեսանք, անգամ այն գաղտնի հարցազրույցը, որ Ջոզեֆ Բայդենին նկարել էին գաղտնի տեսախցիկն էլ մի քիչ ներքևից պահած, հիշում եք, որ լրագրողները հրապարակեցին, որ Ջոզեֆ Բայդենը այն ժամանակ լինելով սենատոր ասաց, որ Սերժ Սարգսյանը անձամբ զանգահարել է եւ խնդրել է, որ Միացյալ Նահանգները չճանաչի հայոց ցեղասպանությունը։ Տեսակ այդ քայլը ինչի բերեց Արցախահայերի հայրենազրկման, այսինքն սպիտակ ցեղասպանության, պատրիոտիդի։ Հիմա մենք ցեղասպանությունը ուրանում ենք, որ ինչերի առաջ կանգնեցնենք մեր հայ ժողովրդին։ Հայ ժողովրդի կամ նրա մեկ հատվածի իր պապենական բնորանում ազատ, անկաշկանդ եւ բնականon ապրելու պատմական եւ բնական իրավունքների վերականգնումը եւ իրացումը։ Մենք խոսք ենք տանում հայ ժողովրդի կամ նրա մի մասի բնական եւ պատմական իրավունքների մասին, տարածքային վեճի մասին չէ։ Եվ սա շատ հմտորեն կարելի է բացազատել իշա Հայաստանի Հանրապետության։ Ռազմագերիների, գերության մեջ գտնվող անհատների, արտերկնում բռնադատված կամ բռնադատվող անհատների հայրենադարձում։ Եթե Հայաստանի Հանրապետությունը իզորու չի լինում գնալու յուրաքանչյուր հայորդու հետևից, անկախ նրանից այդ հայորդին ինչ աստիճանի եւ ինչ տրամաչափի սրիկա է, ապա Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն է ստեղծում թշնամական պետությունների համար նվաստացնելու հայոց պետականությունը։ Եվ դա վերաբերում է ցանկացած պետությունների։ Դուք չեք տեսնում Ադրբեջանը ինչ է անում։ Միլիարդներ ծախսեց իր գազանին մարդակեր վերադարձրեց Բաքու։
խոսքային Սաֆարով կոչեցյալի մասին է։ Միլիարդներ, մի զարհուրելի հանցագործություն իրագործած անձի վերադարձրեցին Բաքու։ Բայց չդատեցին, հերոսի շքանշաններով ընդունեցին։ Մենք չեմ առաջարկում Բաքվում ոմանց վերադարձնենք Հայաստան եւ հերոսի կարգավիճակ տանք։ Ոչ, դրանք հայրենիք են թալանել։ Նրանք հայրենիք են վատնել եւ հայրենիք են կործանել, բայց նրանք պետք է կանգնեն հայկական դատարանի առաջ, ոչ թե թշնամական պետության, ոչ թե թուրքի դատարանի առաջ։ Սա ազգային արժանապատվության հարց է, բայց դրան զուգահեռ կան նաեւ բազմաթիվ հայորդիներ, որոնք որ ոչինչ չեն արել, ուղղակի գերության մեջ են հայտնվել։ Անհետ կորածների մասին իրեղեն եւ փաստական տվյալների հայթայթումը, անձանց նույնականացումը, հայտնաբերումը եւ հայրենադարձումը։ Սա ես դեռ թվարկում եմ միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունների մասին։ Գիտեք, մենք բոլորս ապրում ենք, քնում ենք գիշերը, սնվում ենք, վայելում ենք մեր ներկայությունը, անգամ թշնամանք ու ատելություն ենք տածում իրար նկատմամբ մեր հասարակության մեջ, մոռանալով, որ կան ծնողներ, որ խոնավ աչքերով անընդհատ նայում են իրենց տան դռանը, որտեղ իրանց զավակները չկան, որտեղ իրենց զավակները գտնվում են գերության մեջ։ Ամեն անգամ, երբ որ կնստենք սեղանների շուրջ մի պատառ հաց ուտելուց, կհիշենք, որ այդպիսի մարդիկ կան մեր կողքը բնակվող։ Այդքան ավետարան են ցիտում, այդքան Հիսուս Քրիստոս են մեջ բերում։ Անվանում են, որ փրկիչը իրենց հերոսն է։ Բան նրանք Աստվածաշնչից չգիտեն, որ փրկիչը նաև որպես հովիվ ամենանվաղ գառան հետևից է գնացել փշերի եւ ծերպերի միջով եւ վերադարձրել է։ Աշխարհում հայ ժողովրդի նյութական եւ ոչ նյութական մշակութային արժեքների պաշտպանությունը, վերականգնումն ու հանրահռչակումը։ Ազատ, փոխշահավետ առևտրային, մշակութային, հանրային, գիտական, գործընկերային եւ դաշնակցային կապերի հաստատումը։ Տարածաշրջանային եւ գլոբալ տնտեսական նախագծերին պատշաճ ներկայացվածության եւ հավասարարժեք գործընկերության հաստատումը։ Սա 50% մասին չէ խոսքը։ Այն ինչ որ նրանք փորձում են անել Սյունիքում։ Ներպետական, տարածաշրջանային եւ գլոբալ էկո համակարգի, ֆլորայի եւ ֆաունայի պահպանության եւ վերականգնման հիմնախնդիրները։ Հիմնախնդիրներ կան, որ իրենց բովանդակությամբ մեկ պետության պոտենցիալից մեծ են։ Հետևաբար այդ հիմնախնդիրների համատեքստում մի քանի պետությունների համատեղ գործողություններ պետք է իրականացվեն, եւ սա նաեւ միջազգային հարաբերությունների կարևորագույն առանցքային հարցերից մեկն է։ Մյուսը պարենային անվտանգության եւ շուկայի զարգացման հարցեր։ Այդքան հնարավորություններ կա։ Հացահատիկի շուկայի դիվերսիֆիկացիայի, Արգենտինա, Ուկրաինա կախված են մնացել մենակ Ռուսաստանից։ Մեն էլ մի փոքր ոտատեղ լեռներով ճանապարհով։ Լաստանավային տնտեսություններ չեն զարգացում, գոնե դիվերսիֆիկացնեն բոլոր հնարավոր ուղիները, չդարձնեն իմպերատիվ, դիվերսիֆիկացնեն ճանապարհները, դա էլ չեն անում։ Ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, թմրանյութերի եւ զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարը։ Հաջողված փորձերի եւ տեխնոլոգիաների փոխանակման հնարավորությունների բացահատումը։ Ընդ որում եւ նախավերջի կետը, եւ այս վերջի կետը ազգային անվտանգության հետ ուղիղ առնչություն ունեցող հանգամանքներ են։ Մենք պետք է բացառենք, որ Հայաստանի Հանրապետության հանրակրթական կրթօջախներում նման արատավոր ինչ-որ մի դեպք արձանագրվի։ Նման արատավոր դեպք արձանագրելուն միտված բոլոր ուժերի ձեռքը պետք է կտրվի, որ չհասնեն մեր երեխաներին, որ չպղծեն ճակատագրեր։ Այս կետերը, որ թվարկեցի, ընդամենը մեկ ընդհանուր կետի Հայաստանի համար միջազգային հարաբերությունների գերակայող ուղղությունների մասին էր։ Հետո մնացել է մի քանի կետ, ես դրանք կընթերցեմ։ Հայաստանը չի կարող անդամակցել եւ մասը կազմել իր պետության շահերին հակասող, պետության անվտանգությանը սպառնացող կամ զարգացման բարենպաստ հնարավորություններին խոչընդոտող ինտեգրացիոն ոչ մի միություններին եւ դաշինքներին։ Հատուկ անուն չենք գրել, որ հնարավորինս ունիվերսալությունը ապահովենք։ Հիմա Գուրգեն Սիմոնյանի եւ Շնորհապետական կուսակցության խորին համոզմամբ Հայաստանի Հանրապետությունը չպետք է մասը լինի ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի եւ մեր կուսակցության ծրագրերի մեջ դա ամրագրված է, բայց քանի որ սա վերկուսակցական փաստաթուղթ է, դժվար թե ինչ որ մեկը, որը որ ցանկանա ԵԱՏՄ-ում մնալ, կհամաձայնվի այն մտքի հետ, որ Հայաստանը իր շահերին հակասող, պետության անվտանգությանը սպառնացող
Կամ զարգացման բարենպաստ հնարավորությունների խոչընդոտող ինստիտուտներին պետք է մենք համագործակցենք, ասի չէ, չպետք է համագործակցենք, բայց գուցե նա չի համարում ԵԱՏՄ-ն այդպեսին, բայց այս կետի հետ կհամաձայնի։ Հետո երբ որ իրեղեն փաստեր նրան ցույց տանք, թե ԵԱՏՄ-ն ինչ պատուհաս է դարձել մեզ համար, գուցե եւ կհասկանա, որ այս կետին հակասող հանգամանք է։ Պետական դավաճանությունը համաներման իրավունքից չօգտվող անվերապահ քրեորեն պատժելի հանցագործություն է, որն արժանի է բարձրագույն պատժի, որ մեկը կհակադարձի այս կետին։ Մենք տեսնում ենք, չէ՞, պետական դավաճանությունների այդ շարքը, դիրքեր էին նկարում, զորք էին նկարում ցույց տալիս, մատնում էին ռազմավարական օպերատիվ նշանակության տեղեկատվություն, մերկ լուսանկարի դիմաց։ Եվ սա մարտավարական եւ օպերատիվ մակարդակի դավաճանության մասին եմ խոսում, ռազմավարական եւ ռազմաքաղաքական մակարդակի դավաճանությունների մասին իսկի տեղյակ չենք։ Կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով պետականության հիմքերը խարխլող չարիք է, հավասարեցված է պետական դավաճանությանը։ Տեսակ, այնտեղ մենք ասացինք, որ սա բարձրագույն պատժի արժանի պետության դեմ կատարվող չարիք է, համաներման իրավունք չունեցող։ Կոռուպցիան հավասարեցրեցինք պետական դավաճանության։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից հիմա հիմնավորում են որն է պետական դավաճանությունը, խնդրում եմ ուշադիր լսեք, հենց քաղաքացու կողմից իրականացած, որտեղ քաղաքացի անհատը հավատարմության երդման համաձայն է քաղաքացիություն ձեռք բերում։ Ընդ որում մի իդեա, մի գաղափար։ Յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության իրավազոր քաղաքացի, երբ որ դիմում է անձնագիր ստանալու, պետք է երդվի պետությանը, այդ պրիսիագա կոչեցյալը բանակում պետք է չլինի, պետք է լինի քաղաքացիություն ստանալուց։ Աղջիկներ լինեն, տղաներ լինեն, 16 տարին լրացած, 18 տարին լրացած, կարճ երդվում են հավատարմությամբ Հայաստանի Հանրապետությանը եւ ստանում են անձնագիր։ Դա ընդունված պրակտիկա է, պրիսիագա են ընդունում։ Կանայք պրիսիագա չեն ընդունել, նկատել եք, որտեղ զինված ուժերում չեն ծառայում, բայց զինված ուժերում պետք է ծառայես, որ պրիսիագա ընդունես, հավատարմության երդում տաս։ 16 տարի լրացավ դիմել ես անձնագրի համար, 18 տարին լրացավ աներկբայորեն պետք է ստանաս անձնագիրը, երդվում ես, անձնագիրը ստանում ես։ Իրավազոր քաղաքացիների մասին է խոսքը գնում։ Պետությանը երդվելուց հետո գալիս է մասնագիտական երդումները։ Արդեն մանկավարժները երդվում են իրենց մասնագիտական գործունեությունը պատշաճ կատարել։ Բժիշկները երդվում են Հերացուն եւ Հիպոկրատին իրենց մասնագիտական պարտականությունները կատարել։ Բարձրաստիճան սպաներն էլ թող երդվեն իրենց ծառայողական պարտականությունները կատարել, բայց զինվորը արդեն քաղաքացիության անձնագիր ստանալու ժամանակ երդվել է իր պարտքը պատշաճ կատարելու համար։ Սա լավ գաղափար է, կարծում եմ զարգացնելու հնարավորություն պետք է լինի, եթե ինչ-որ մեկն է գաղափար թռցնելու վրա հեղինակություն վաստակելու մոլուցկով է տառապում, դեմ չեմ, թող թռցնեն, իրականացնեն, բայց լավ բան է։ Հայաստանի օրինական իշխանությունը, չէ, այն վերևինը քաղաքացու դավաճանության հետ կապված կարդամ նոր։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից Հայաստանի ազգային շահերի հաշվին կամ հակադրություն Հայաստանի ազգային շահերի օտար պետության կամ պետությունների դաշինքի ռազմաքաղաքական շահերը սպասարկելուն, ինչպես նաև գաղտնի կամ հատուկ տեղեկատվություն տրամադրումը պետական դավաճանություն է։ Հիմնավորեցինք ստեղ որն է պետական դավաճանությունը։ Երկրի շահերին դեմ գնալու ուրիշ պետության շահերի համար, եթե դու քաղաքացի ես։ Արտերկրի քաղաքացին դավաճանչի հանցագործա։ Այդ հանցագործն էլ հանցագործություն գործում քո պետության հանդեպ, բայց նա գոնե պրիսիակ չի տվել, կամ գուցե եւ ծառայում է իր պետությանը, ոնց որ օրինակ մեր հատուկ ծառայությունները ծառայեն Հայաստանի Հանրապետության շահերին օտար պետություններում, օրինաչափ բան է։ Հայաստանի օրինական իշխանությունը պարտավոր է իրականացնել ներքաղաքական լյուստրացիա, բոլոր քաղաքական ուժերը պետք է սպասեն այդ լյուստրացիան, լյուստրացիա չարվեց, չխոստացան, փոփոխություններ չի լինելու, վստահեցնում եմ ձեզ։ Թող տեսնեն Նիկոլ Փաշինյանին եւ նրա կացությունը ու խղճան իրենց։ Քաղաքական գնահատական տալով վերանկախացման տարիներին տեղի ունեցած քաղաքական գործընթացներին, գործիչներին եւ համակարգերին, հաստատելով արդյունավետության մշտական վերահսկողություն եւ վեթինգի համակարգ։
Պատերազմի, բնական եւ տեխնոգեն աղետների ժամանակներում քաղաքական ուժերն ու քաղաքացիական հանրության ներկայացուցիչները անկախ իրենցում արկա տարաձայնություններից համախմբվում են հայրենիքի պաշտպանության եւ աղետների հետևանքների վերացման գործի շուրջ։ Արդարացի չի։ Իհարկե արդարացի է։ Հայաստանի ընդերքը, ջրային ավազանները եւ ռեսուրսները, հողը, անտառներն ու ենթակառուցվածքները պատկանում են Հայաստանի ժողովրդին, օգտագործվում, վերականգնվում եւ պահպանվում են բնապահպանական միջազգային նորմերին եւ կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան։ Հայաստանը կոչված է ապահովելու բարձր գրագիտություն, իրականացնելով բարձրակարգ հանրակրթություն հանրապետության բոլոր կրթօջախներում, ապահովելով ժամանակի հրամայականներին եւ միջազգային լավագույն ստանդարտներին համահունչ միջգիտակարգային գիտելիքների տրամադրում կրտսեր եւ միջնակարգ կրթօջախներում, ինչպես նաև մասնագիտությունների միջազգային շուկայի պահանջներին հարիր մասնագիտական կրթություն միջին որակավորման եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Սա նոր որակի, նոր մոդելի Հայաստանի մասին է, բայց ոչ թե թվերով տարանջատված Հայաստանի, այլ այն Հայաստանի, որ անկախացել է 1918 թվականի մայիսի 28-ին։ Հայաստանում գիտությունը ունի ռազմավարական նշանակություն, տեսական եւ կիրառական գիտության զարգացումը, գիտափորձարարական աշխատանքների եւ դաշտային հետազոտությունների բացահայտումը հռչակված են առաջնահերթություններ։ Հայաստանում պաշտպանվում է մտավոր սեփականությունը, խրախուսվում է առաջադեմ տեխնոլոգիաների եռաչափության, առաջացող զուգամիտվող եւ թռիչքային տեխնոլոգիաների զարգացումն ու կապիտալացումը։ Հայոց լեզվի պաշտպանությունը, անաղարտ պահպանումն ու միջազգայնացումը գերակա արժեքաբանական առաջնահերթություններ են։ Հայաստանում ստեղծվում են արվեստների եւ արհեստների զարգացման տարածման համար անհրաժեշտ միջոցներ եւ ենթակառուցվածքներ։ Հայաստանում պաշտպանվում են մարդու հիմնարար եւ դրական իրավունքները, անձնական տեղեկատվության գաղտնիությունը, ինչպես նաեւ խոսքի, մտքի, խղճի, համոզմունքների եւ դավանանքի ազատությունները։ Ընտանիքը գտնվում է պետության պաշտպանության ներքո։ Հայաստանում պաշտպանվում է մայրությունն ու մանկությունը, խրախուսվում է ծնելիության բարձրացումը եւ բազմազավակ ընտանիքների կայացումը։ Հայաստանը իր հոգացության եւ աջակցության ներքո է վերցնում հայոց սփյուռքը, խթանում է հայրենադարձությունը եւ սփյուռքի ներգրավումը Հայաստանի շենացման եւ կառավարման գործընթացներում։ Սա է իմ երազած Հայաստանը։ Ինչպես դուք տեսնում եք, սա Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի հետ կապ չունի։ Եվ ես, որպես Հայաստանի Հանրապետության զինակիր մարտիկ, մարտնչելու եմ քաղաքական դաշտում սահմանադրական կարգին համահունչ, որպեսզի իմ երազած Հայաստանը քայլ առ քայլ կառուցակարգվի։ Միացեք սիրելիներ, օժանդակեք ազգային ուժերին, ում ուզում եք, նոր ալտերնատիվաներին, միասին կայացնենք նոր այլընտրանքային քաղաքական դաշտը եւ տանենք մեր երկիրը զարգացման, պոկենք այս տիղմից եւ ճահիճից։ Մնացեք բարյավ, ես վստահ եմ ու համոզված եմ, որ մենք հաղթելու ենք, որ հնարավորություն չկա, որ թշնամին մեզ ծնկի բերի, որտեղ 10,000-ամյա քաղաքակրթությունը Փյունիկի նման վերածնվելու հատկանիշներ ունի։ Եվ իմացեք, որ գործը ծնում է ուժ, ուժը իրավունք։ Հաջողություն մինչ նոր հանդիպում։